Բարի երեկո։ Ես շատ վաղուց ես հարթակից չեմ խոսել եւ ձեր թույլտվությամբ հնարավոր է մի քիչ խոսքս երկարի, որտեղ ինքս էլ խորհրդակցության կարիք ունեմ եւ կարծում եմ կարող է սա վերածվել համատեղ մի քննարկման։ Սիրելի բարեկամներ, ես անկեղծ ասած բացարձակ ոչ մի կասկած չունեմ, որ այս առաջարկված սահմանադրական փոփոխությունները, որը չգիտես ինչու անվանվում է սահմանադրական բարեփոխումներ, չի անցնելու, բայց անկախ նրանից կանցնի այն, թե չի անցնի, կարծում եմ, որ այն տեքստը, որը ներկայացված է որպես սահմանադրական բարեփոխում, հիանալի ցույց է տալիս, թե այդ բարեփոխումը կազմող մեր իշխանության էությունը ինչպիսին է։ Եվ ես կուզենայի այստեղ մեկ-երկու կետի անդրադառնալ, որովհետև սովորաբար քննարկումներում առավել առանցքային են դառնում կառավարության կառուցվածքի խնդիրները, միակուսակցության եւ ընդհանրապես կուսակցապետության հնարավորությունները, մինչդեռ այս սահմանադրության հումանիտար մասը իմ կարծիքով պարզապես հրաշավոր է։ Եվ ես կուզենայի այստեղ ձեզ հետ միասին մի հատ քննարկենք նախ այս սահմանադրության հայեցակարգը։ Գիտեք ինչ է գրված այդ հայեցակարգում, այսինքն բուն սահմանադրության փիլիսոփայությունը, որի վրա կառուցված են սահմանադրական նորմերը, որոնք էլ հետո պիտի հիմք հանդիսանան, որ պատգամավորները դրանք վերածեն օրենքների։ Սահմանադրության հայեցակարգում գրված է բառացի, քանի որ Հայաստանը ընտրել է շուկայական տնտեսության ճանապարհը, այն անխուսափելիորեն բերում է սոցիալական անհավասարության եւ Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները պետք է հաշվի առնեն այս խնդիրը։ Սա թիվ 1, այսինքն սահմանադրությունը վավերացնում է, որ Հայաստանի պետությունը եւ քվեարկելու դեպքում նշանակում է Հայաստանի ժողովուրդը ընտրել է ինքը իր համար սոցիալական անհավասարությունը որպես կյանքի սկզբունք։ Ընտրել ենք մենք, սիրելի բարեկամներ։ Շնորհակալ եմ, գիտեմ, որ որևէ քիչ թե շատ դեռևս տրամաբանություն չի կարող ինքը իր համար ընտրել բաց անհավասարության սկզբունքը որպես ապրելու սկզբունք, եթե նա թելադրողը չի։ Ուրեմն այս սահմանադրությունը արդեն ինքնին գրվել է այն մարդկանց համար, ովքեր վստահ են եղել, որ իրենք թելադրողն են։ Ես ուզում եմ սկզբից եւ հետ ասեմ, որ բացարձակ եւ անբարոյական սուտ կա այն բանում, որ շուկայական տնտեսությունը անխուսափելիորեն սոցիալական անհավասարություն է նշանակում։ Պետությունները մեր կողմից վարձված կառավարիչները, իշխանությունները, որոնց մենք մեր հարկերով վարձում ենք, մեր պատվերը պիտի կատարեն, իսկ մեր պատվերը հենց այն է, որ նույնիսկ այո, նաև շուկայական տնտեսության պայմաններում տնտեսությունը կարգավորվում է եւ օրենքները կարգավորում են, որպեսզի հասարակության մեջ այսպիսի բևեռներ չառաջանան եւ քիչ թե շատ նորմալ բոլոր երկրները փորձում են կամ չեմ փորձում, հասնում են, կարգավորում են այս խնդիրը։ Ինչ է արել Հայաստանի Հանրապետության հենց հիմա գործող եւ ընդհանրապես գործած իշխանությունները։ Ես ուզում եմ միասին նայենք, ինչպես իշխանությունը իր իսկ ջանքերով ստեղծեց այն մեծագույն բևեռացումը, որ այսօր Հայաստանում կա։ Ինչպես գյուղացուն դուրս մղեցին գյուղից, ինչպես վարկային բեռով բոլորին դարձրեցին ֆինանսական շուկայի ստրուկը։ Հայաստանի գյուղական բնակչության 80%-ը ստրուկ է եւ մենք հիմա ուզում ենք սահմանադրությամբ վավերացնել այս իրողության իրավունակությունը։ Սա ենք ուզում մենք։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք տեղ հասցնենք։ Ես ուզում եմ ձեզ ավելի վատ ասել։ Այսօրվա մեր սահմանադրության ձևակերպողները, առաջարկված փոփոխությունների ձևակերպողները, վաղը, եթե այս սահմանադրությունը անցնի, լիովին իրավունք պիտի ունենան որևէ մեկի թոշակ չտալ։ Իրավունք պիտի ունենան նրանք այդ թոշակը չտալ, եթե մենք այո ասենք այդ սահմանադրությանը, կամ որևէ կերպ անցնի այդ սահմանադրությունը։ Ինչ է ասում այս սահմանադրությունը։
Եվ հայեցակարգում եւ ամբողջ սոցիալական փաթիթում յուրաքանչյուր մարդ կարող է կարդալ։ Դա այնքան էլ բարդ տեքստ չի այս մասում։ Այս սահմանադրությունը ասում է, որ այսպիսի երկրներում իշխանությունները օժտվում են իրավունքներով, իրենց հնարավորության շրջանակում իրացնելով պարտավորություններ։ Մենք այս սահմանադրություն անցնելու դեպքում այո ասում ենք իշխանություն, դու իրավունք ունես մեր կյանքի, մեր գույքի, մեր արժանապատվության նկատմամբ, դու պարտավորություններ չունես, իշխանության պարտավորությունը յուրաքանչյուր տողում գրվում է իր հնարավորության շրջանակներում եւ հայեցակարգում նույնպես։ Մինչև այսօր, եթե մարդը կարող էր գնալ եւ օրենքով գոնե պահանջել ու մեկը չստանալ, հիմա արդեն այդ օրենքը չի լինի, պահանջելու իրավունքը չի լինի, իշխանությունը լիովին իրավունք կունենա ասելու, դու ես տվել այս իրավունքը, որ ես քեզ այդ իրավունքից զրկեմ, դու, մենք, ժողովուրդը, սա համաքաղաքացիական, համաժողովրդական քվեարկություն է, սա ազգային ժողովի պատգամավորների քվեարկություն չի։ Ամբողջ ժողովուրդով գնալու ենք եւ իշխանության ասենք, այո, դու մեր տերն ես, այո, մենք քո բացարձակ հպատակն ենք, մենք քաղաքացի չենք։ Այս է այս սահմանադրությունը ըստ էության, սահմանադրություն, որը հայեցակարգում ասում է իշխանության իրավունքների եւ իշխանության հնարավորությունների մասին։ Միշտ կա իշխանությունը հնարավորություն չունի։ Եվ չկան իշխանության պարտավորությունները, փոխարենը պարտավորությունները կամաց-կամաց տեղափոխված է ամբողջ հասարակության վրա։ Ես ուզում եմ, որ մենք լրջորեն այս խնդրի մասին մտածենք։ Մենք ուզում ենք մեր 70, 75, 80 տարեկան վերջին փշրանքներով ապրող 40 վատ հզորությամբ լամպ ունեցող սենյակում մի կերպ կուրորեն շարժվող մեր տարեց մարդիկ չունենան նաև այն խեղճ ու կրակ 45-50 հազար դրամ տոշակը, որ այսօր կա, իսկ դրա չլինելու վտանգը միանգամայն ռեալ է։ Ես, սիրելի հայրենակիցներ, այս շատ ծանր է ինձ համար այս մասին այստեղից խոսելը։ Շատ ծանր է, որովհետև նաև ես հարթակում կանգնած դուք, մենք բոլորս թույլ տվեցինք մեզ հասնել մի այսպիսի վիճակի։ Եվ հիմա ես երբ որ ռետրոսպեկտիվ հետահայացնայում եմ, այո, մեր ժողովրդի, մեր նախնիները թույլ տվեցին, որ բոլշևիկյան հեղափոխությունից հետո այն ժամանակվա բոլշևիկները մեր երկիրը հասցնեին 37 թվին։ Մի քայլ, երկրորդ քայլ, երրորդ քայլ, ուզում եմ ձեզ հիշեցնել, մենք հիմա երբ որ հայաթափվում եւ ընդհանրապես մարդաթափվում է Հայաստանը, երբ որ Հայաստանի բնակչության կարելի է ասել որակական մեծամասնությունը այսօր երկրից բացակայում է։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել 24 թվականին, 1924 թվականին, այն ժամանակվա Հայաստանի ժողկոմ խորի նախագահի տեղակալը, որ այսօրվա տերմինով փոխվարչապետն է, վարչապետի տեղակալն է։ Հոդված է հրատարակել եւ կա այդ հոդվածը, դրանից մարդիկ չեն կարող փախչել, հրատարակվել է, որով ասում է, որ մենք պետք է դադարեցնենք Հայաստանը հայության կենտրոն պահել կամ այդ գաղափարի շուրջ աշխատել։ Մենք պետք է Հայաստանում կուտակված 300,000 թուրքահայերին հեռացնենք Ռուսաստան եւ ցրենք նրա անծայրածիր տափաստաններում։ Որովհետև ասում է, սա հիմք է տալիս այն ռոմանտիկ գաղափարների համար, թե իբրև Հայաստանը երբևէ պիտի մտածի անկախ միացյալ Հայաստանի մասին, մեկ, եւ երկրորդ, թե երբևէ թե Հայաստանը սակավահող է եւ չի կարող այդքան մարդ կերակրել։ Գիտեք այդ տարիներին ինչքան էր Հայաստանի բնակչությունը։ Ուզում եմ ձեզ նորից հիշեցնել, եթե չեք հիշում կամ ասել, եթե չգիտեք։ Ընդամենը 850,000 մարդ էր։ Այդ 800,000 ջարդուկրակ փախստականություններից 300,000-ին ցրել Ռուսաստանի տափաստաններում, որովհետև Հայաստանը սակավահող է։ Չեք կարծում, որ մենք հիմա այս բառերը չասելով կրկնում ենք այդ ուղին։ Եվ գիտեք ինչու էր իրականում այս առաջադրված այս գաղափարը։
Եվ ինչու թուրքահայերին, ինչու ոչ բնակչությանը, որովհետև սիրելի բարեկամներ, Թուրքիային ձեռնտու չէր իրեն հարևան Հայաստանի սահմանում ունենալ վրիժառության գաղափար ունեցող թուրքահայեր։ Մենք ծառայում էինք այն ժամանակվա թուրքական մտադրություններին։ Ես իմ ամենայն պատասխանատվությամբ սա կարող եմ ասել եւ վերել լրացուցիչ փաստեր։ Շատ ենք հեռացել մենք այն ժամանակվա տրամադրություններից։ Մենք նույնիսկ չգիտենք ինչ է եղել մեր երեկը։ Եվ դրա համար շատ հեշտությամբ մեր այսօրը մատուցվում է մեզ առանց մեր մասնակցության։ Ուզում եմ, որ դուք բոլորդ, մենք բոլորս մասնակից լինենք մեր կյանքի կառուցմանը։ Բոլորս մասնակից լինենք մեր կյանքի կառուցմանը։ Թույլ չտանք, այո, մենք կառավարիչ ենք ընտրում, մենք կառավարիչ ենք նշանակում և վճարում ենք այդ կառավարիչին մեր երկրի կառավարման համար, ոչ թե մեր երկրի բացարձակ յուրացման և տնօրինման համար։ Ես ուզում եմ, որ մենք միասին հիշենք, եթե միայն պաշտոնական վիճակագրությունը նայենք, միայն վերջին 2 տարում Հայաստանում փոքր ու միջին բիզնես 50,000, 60,000, 100,000 փակվել են, որովհետև մեր երկրում տնտեսական քաղաքականությունը շատ հստակ է, այն ծառայում է 15-20 մարդու։ Եվ սա շարունակվելու է առաջիկայում։ Ես ուզում եմ, որ մենք հիշենք, անկախ նրանից կանցնի այս սահմանադրությունը թե ոչ, վստահ եմ, որ ոչ, բայց այս սահմանադրության տեքստը լակմուսի թղթի նման ավելի քան որևէ ճառայս ամբիոնից, ավելի քան որևէ վերլուծություն, ինքը բաց ցույց է տալիս այն, ինչ առաջիկայում մենք կարող ենք սպասել նրանից, ինչ անվանվում է իշխանություն։ Ես ուզում եմ ավարտել խոսքս ասել, մեր երկիրը ուզուրպացրած իշխանություն։